Տիկին Պետրոսյան, ամանորը որտեղ եք անցկացնելու։ Տանը, ինչպես միշտ։ Եղել է դեպք, երբ արտերկրում անցկացնեք։ Շատ, մայրիկիս մոտ բազմիցս։ Տարբերությունը այստեղի այնտեղի։ Ամենալավն տանը անցկացնելն է։ Թեպետ մայրիկի մոտ էլ է ինչ-որ ձևով տուն անշուշտ, բայց դու քո տունը գիտես, դու քո տոնածառուն ես, դու ունես քո խաղալիքները, դա բոլորին այլ զգացողություն է, հեքիաթին ընդառաջ։ Կհասցնեք կամ հասցնում եք այդ ամառօրյա գործընթացին ուտեստներ, սեղանի պատրաստություն։ Իսկ մեջ կա նման հայկին, որ չհասցնի։ Եվ անկախ զբաղվածության չափից։ Ես հիմա գնում եմ մի քանի օրից, հիմա նիստերը կավարտվել, մեկնում եմ Միացյալ Նահանգներ եւ կարող եմ այնտեղ դիմավորել ամանորը, բայց հրաժարվեցի, որովհետեւ ուզում եմ դիմավորել։ Սիրելի ուտեստ ամանորյա ունեք Երևանում, իմ տանը, ընտանիքիս հետ, զավակներիս կողքին։ Սիրելի ուտեստներ դեռ կան իհարկե, բայց ես ամեն տարի ինչ-որ նոր բան եմ սիրում ներմուծել ճաշացուցակի մեջ, ինչպես որ իմ մեծ հավաքածուի, խաղալիքների մեծ հավաքածուին միշտ ավելան է մի նոր օրիգինալ բան։ 2015 թվականը խոյի կամ ինչպես ասում են այծյամի տարի է։ Կես կատակ կես ցուկ, ձեր ամանորյա սեղանի խոյ կտեսնեք Տիկին Պետրոսյան։ Չէ, ոչ կոկորդիլոս կտեսնեք, ոչ խոյ կտեսնեք։ Մաքսիմում բութ այն էլ որովհետև տանս 3 տղամարդ կան, 3 որսորդներ, 3 զինվորներ, բնականաբար միս կլինի։ Ձմեր պապիկից ինչ եք խնդրելու։ Առողջություն, խաղաղություն։ 2014 թվականի ձեր ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ բացթողումը։ Բացթողումներ, չեմ կարող ասել բացթողումներ, բայց կան գործողություններ, կան գործեր, որոնք որ կուզեի ավարտված լինեին արդեն, ավաղ ժամանակի բերումով, անսպասելի սկսված պատերազմական գործողություններով թշնամու կողմից, այդ ամենը կանգնեց եւ հետաձգվեց, բայց դա չի շնորհում, որ դա վերջացավ իսպար չէ։ Ընդ որում աշխատանքներ, որոնք որ մեկը 80%-ի է հասել իր ավարտը, մեկը 95%-ով պիտի ավարտվեր, այսինքն ես կուզեի, որ այս տարին այդպես փակվեր։ Ոչինչ, կարևորը որ խաղաղ լինի սահմանը, կարևորը որ այս 15-16 զոհերը որ ունեցանք այս տարին ազատ լինի այդ ամենից, որովհետև յուրաքանչյուր զինվոր կորցրած ինձ համար ոնց որ մեծ մի բջիջ մեռնելու, մի ապրելու, մի երակ, մի ավիտ կորցնում եմ, շատ ծանր եմ շատ, և ուզում եմ խաղաղ լինի, և ափսոսանքս թերևս դա է, որ չեմ ավարտել ձեռքբերումները, ունեմ ձեռքբերում, 2014 թվականի իմ ձեռքբերումը հայ զինվորն է,